Ուրեմն, այս վերջերս ինձ մեկը կոմենտ էր գրել վիդեոներիս տակ, որտեղ հարցնում էր, բա այս վիդեոները, որ նկարում եք ձեզ այդտեղից ինչ, ասեմ, իրականում ես Fiverr-ում ունեմ գիգ, որով փորձում եմ վաճառել կոնսուլտացիաներ, ինքը ինձ այս պահին եկամուտ առանձնապես չի բերում, որովհետև այդքան շատ չեմ աշխատում այդ ուղղությամբ ու չի ասի, որ շատ լավ տենց աշխատում է, բայց եղել են վաճառքներ ու նույնիսկ մի տղա է եղել, ով որ 5 անգամ ինձնից կոնսուլտացիա է առել, արդեն այդ տղայի հետ ընկերացել եմ, այս վերջինը որ առավ, ասում եմ, լսի, ինչի համար ես փող ծախսում, մենք արդեն ընկերներ ենք, կարանք ուղղակի խոսանք, էլի, եթե հարցեր ունես, դուր կպատասխանեմ, ասում եմ, չէ, տենց չէ, պետք է առնեմ, մի խոսքով, ուզում եմ հայտնի անամ, ուզում եմ 100,000 հետևորդներ ունենամ ու այդ կոնսուլտացիան վաճառեմ, որ ամսական մի օրինակ 30 հոգու հետ կոնսուլտացիա անեմ, մի կոնսուլտացիայի գինը կլինի $80-100, 30 անգամ 100 ինչ էր անում, $3,000 փող աշխատեմ կոնսուլտացիայով, բայց ինչի հենց կոնսուլտացիայով, որովհետև ես սիրում եմ մարդկանց օգնել, ես դրանից այնքան հաճույք եմ ստանում, այդ $3,000 կարելի է նաև աշխատել լիքը ուրիշ ձևերով, բայց այս հենց այնն է, ինչի համար, որ ես գժվում եմ ու ես ուզում եմ մարդկանց հետ խոսամ, ուզում եմ լսեմ իրենց խնդիրները, ուզում եմ իրենց օգնեմ, ուզում եմ, որ իրանք իմ հետ խոսալուց հետո, մի ամիս հետո ինձ գրեն, ասեն, Գայանե, քո շնորհիվ մենք արդեն դարձել ենք եսիմ ինչ ու տենց առաջ ենք գնում ու իմ էգոն շոյվի ու ես ինձ լավ զգամ։ Իսկ ինչի եմ հայերեն անում, որ բացվեմ ու սովորեմ վիդեոներ նկարել, որ հետո սկսեմ անգլերենով նկարել, որովհետև Հայաստանում այդքան մարդ չկա, էլի, որ ես հույսս տնեմ, ասեմ լավ, տենց օրը մի հոգի կուզենա իմ վրա $100 փող ծախսի, որ մի ժամ հետս խոսի, չէ։ Բայց իրականում շատ մարդիկ կան ու իրականում YouTube-ում նորմալ content չկա Fiverr-ի հետ կապված, որը շատ մասնագիտական է ու այն մարդիկ, ովքեր արդեն վաղուց Fiverr-ում կան, ունեն բիզնես ու ուզում են այդ բիզնեսը ավելի լավացնեն, իրանց համար նորմալ ինֆորմացիա չկա, սաղ ինֆորմացիան YouTube-ում լրիվ սկսնակների համար է։ Իսկ ես այնքան բաներ ունեմ ասելու ոչ սկսնակներին ու ուզում եմ խոսամ ու ինձ լսեն։ Ուրիշ բան, որ կարամ անեմ, սարքել coaching պրոգրամա, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր ուզում են իրենց բիզնեսը աճացնեն, ես այնտեղ կլինեմ իրենց coach-ը, իրանք կունենան ինչ-որ վիդեո ուռոկներ, հնարավորություն իմ հետ խոսելու, ես անընդհատ կհետևեմ, իրենց առաջադրանքներ կտամ, իրենց feedback կտամ, տենց էլի, կլինեմ իրենց մոտիկ ընկերը, ով որ իրենց ուղղորդում է դեպի բիզնես աշխարհ ու կվերցնեմ իրենցից ամիսը մի քանի $1,000 փող։ Ու եթե ես կարողանամ 50 հոգու ընդամենը մարդը $3,000 փող վերցնեմ, ինչքան կլինի, ամիսը 15,000, չէ, ինչ 10, ինչքան կլինի, մի վայրկյան կալկուլյատորս բացեմ, ուրեմն 50 անգամ 3,000, oh my god, ես կարամ 50 հոգու ուղեղը լվանամ, իրենց տամ $3,000 արժեք ու այդ կարա լինի 3 ամիս, ամիսը $1,000 արժեք, ինչ վատ է, որ ու ստանամ $150,000 3 ամսվա համար, ամիսը $50,000, how fun, ու դրա համար ինձ ինչա պետք, ուղեղս իմ, որը արդեն կա, իմ փորձը, որը արդեն կա, մնում է ծրագիր մտածեմ, մնում է այդ մարդկանց վստահությունը ձեռք բերեմ, գժական բաներ եմ անելու հեսա, հպարտանում եք ինձնով, շնորհակալություն, եթե ինչ-որ կոմենտներ ունեք, գրեք անպայման, ես շատ մեծ սիրով կկարդամ, որովհետև երբ որ նայում եք վիդեոները ու ոչ մի բան չեք անում ու ասում ու լուր գնում եք, ինձ թվում է, որ անիմաստ խոսում եմ ու բացի դրանից անընդհատ ինչ-որ ընկերներս
միամիտ աչքներով ընկնում այս վիդեոներս, ասում են, «Կայ, բայց լավ կլիներ, որ մի քիչ ավելի տեմպով խոսեիր, մի քիչ ավելի արագ խոսեիր, կարող ես սկսես պլանավորել վիդեոներդ, որ մի քիչ ասենց շատ երկար չխոսաս, այդքան երկար ոչ մեկ չի ուզում լսի, բան»։ Տենց էլի լավ կոմենտներ գրեք, որ իրանց աչքը մտցնեմ ու ասեմ, տեսեք, իմ աուդիտորիան ինձ լսում է։ Տեսություն։